ասեք, ինչ է հուշում Իրանի շուրջ ծավալող իրադարձությունները։ Ինչ որ բան պետք է տեղի ունենա, դա է հուշում։ Այսինքն իրադարձությունները այնքան են խտացել եւ ամենավատ բանը։ Բոլոր հնարավոր սցենարները պետք է դիտարկել այս պահին։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգները հայտնվել է, Միացյալ Նահանգների գործողությունները բերել են այն կետին, որ որևէ գործողություն պետք է տեղ ունենա, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի։ Իհարկե լայնամասշտաբ հարձակումից մինչև բանակցային գործընթացի մեկնարկ բոլոր սցենարները պետք է դիտարկել։ Այնուամենայնիվ անգամ փորձագիտական տարբերություններ կան, որ Միացյալ Նահանգները ինքը իրեն մտցրել է փակուղի իր այդ գործողություններով եւ փաստացի կոնկրետ հանգուցալուծման խնդիր է արդեն դրվել, բայց ամբողջ հարցն այն է, որ հանգուցալուծման հետ կապված չկան չափելի սցենարներ Միացյալ Նահանգների համար։ Սա է բարդացնում իրավիճակը, այսինքն այս պայդրությամբ երևի թե գոնե այսպես ասեմ, տրամաբանական սցենարը կլիներ այն, որ ինչ որ միջանկյալ լուծում գտնվեր մինչև շատ ավելի կանխատեսելի եւ չափելի գործողությունների հնարավորություններ կընձեռվեն, ընդ որում սա վերաբերում է թե Իրանի ներսում ինչ որ process-ներ հրահրելու առումով եւ թե տարածաշրջանում Միացյալ Նահանգների լոյալություն փորը չաշխատեց կարծես թե հետո չէ, հիմա հենց իրավիճակն այնպեսին է, որ Իրանի ներսում կարծես թե քանի որ հասկացան, որ այսինքն թե նույն ձեր նշածով հրահրողները եւ թե բնականաբար դրսի ուժերը հասկանալով, որ միայն ներքին ռեսուրսով հարցը լուծելի չէ, այսինքն պետք է հիբրիդային եւ ներսում եւ արտաքին միջամտությամբ լուծման հանգել, միևնույն ժամանակ էլ հենց հիմա է այն կարևոր պահը, որ կարող է այդ գործողությունը տեղ ունենալ, ճիշտ է, իրավիճակը կառավարել է այս բան Իրանի իշխանությունների համար, բայց այսել, որ այդ ցույցերի եւ դրանց ցրման process-ների հետևանքները թե իշխանությունը եւ թե հասարակությունը մարսել է, ոչ, հասարակությունը լարված բավականաչափ էսպես, սպասումներով ակնկալում է արտաքին միջամտության, շատ լավ հասկանալով, որ սեփական ուժերով այլևս հնարավոր չէ, եւ նույնն էլ արտաքին ուժերը շատ լավ հասկանում են, որ հիմա այն պահն է, որտեղ հակառակ դեպքում ենթադրենք, եթե այս պահն էլ անցնի եւ քարոզչական առումով գոներյանական իշխանությունները կարողանան կրկին հանդարտեցնել եւ այսպես հավասարակշռել հասարակությանը, այո, դրանից հետո ուղիղ ագրեսիան կարող է հակառակ էֆեկտ ունենալ, ինչպես եղավ 12-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ տեսեք էլի դրսից միջամտությունը կար, բայց Իսրայելի հարձակումը կար, Միացյալ Նահանգների աջակցությունը կար, բայց հասարակությունը այնուամենայնիվ համախմբեց իշխանությունների շուրջը։ Հիմա հակառակ էֆեկտն է, այսինքն հակառակ իրավիճակն է։ Ներսից եղավ բողոքի գործողություն, իշխանությունները բիրտ կերպով ճնշեցին այդ գործողությունները եւ դրսի ուժերը եւ ներսի ուժերը հասկացան, որ յուրաքանչյուրը առանձին գործելու հնարավորությամբ չեն կարող վերջնարդյունքի հասնել։ Ակտիվ են որոշ երկրներ, հատկապես հայտարարությունների մակարդակով, Ռուսաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, որոնք կոչ են անում այնուամենայնիվ Թրամփին չկիրառել ռազմական ուժ ընդդեմ Իրանի։ Հետաքրքիր կազմ է Սաուդյան Արաբիա, Միացյալ Նահանգների գործընկեր, Թուրքիա, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բայց Վաշինգտոնին հուշում է չանել դա, Ռուսաստանի պարագան մի փոքր այլ է, բայց հասկանալի։ Դե ամբողջ հարցն այն է, որ Միացյալ Նահանգներին աջակցող թե հրապարակային մակարդակում եւ թե իհարկե պրակտիկ մակարդակում տարածաշրջանում մի երկիր կա բացահայտ, դա Իսրայելն է։ Մնացած բոլոր երկրները քիչ թե շատ փորձում են ուրեմն գոնե հրապարակային կամ դիվանագիտական մակարդակում այլ դիրքորոշում ցուցաբերել դրսևորել, բայց այլ հարց է, որ նախ առաջինը Միացյալ Նահանգներին
կանգնեցնելու ունակ պետություն չկա, խաղացող չկա կամ խաղացողների խումբ չկա, դրանք ընդհանրապես կոչեր են, որ մի արեք, ճիշտ չի, տարածաշրջանի համար լավ հետևանքներ չեն լինի, բայց առարկայական այսպես, հա, ինչ որ միավորում կամ ինչ որ պետություն, որը օրինակ այս պահին հայտարարի Իրանի հետ զորավարժություններ անելու մասին կամ չգիտեմ հայտարարի, որ պատրաստ է աջակցել Իրանին Իրանի դեմ գործողությունների դեպքում չկա, Իրանը չունի նման դաշնակից, բայց միևնույն ժամանակ հատկապես տարածաշրջանի երկրների հայտարարությունները կարևոր են երկու համատեքստում նախ այն առումով, որ հանկարծ Իրանի պատասխանի դեպքում չթիրախավորվեն, որովհետև հիմնական մի քանի նույն Թուրքիայում օրինակ կա ՆԱՏՕ-ի ուրեմն բազա, ՆԱՏՕ-ի անդամ երկիր էլ Թուրքիան է, չնայած որ չեմ կարծում, որ Իրանը Թուրքիայի տարածքը թիրախավորի, բայց օրինակ ավելի փոքր պարսից-ծոցի-արաբական երկրներ, արաբական էմիրություններ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ եւ այլն, իրենք ավելի այդ առումով ավելի խոցելի են։ Դրա համար են հայտարարությունները այն առումով, որ իրենք չեն աջակցում, որովհետև շատ լավ հասկանում, որ Իրանի պատասխան գործողությունների թիրախ կարող են դառնալ։ Մյուսը ավելի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մակարդակում է, այսինքն շատ լավ հասկանում, որ Իրանում գործող վարչակարգի տապալումից հետո շատ լուրջ խնդիր է առաջանալու տարածաշրջանում Իսրայելին զսպելու տեսանկյունից։ Սա է պատճառը, որ օրինակ նկատվում է որոշ վերջին շրջանում գոնե, օրինակ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև ավելի սերտ համագործակցություն, ինչ դրանց միացած նաեւ Եգիպտոսը, որի հիմնական նպատակը այդ Իսրայելի հեգեմոնիան տարածաշրջանում թույլ չտալ է, որտեղ այսօր Իրանն է, վաղը կարող է այլ երկիր Իսրայելի կողմից դեմոնիզացվել եւ նույն գործիքակազմով Միացյալ Նահանգների գոնե աջակցությունը կամ չեզոքությունը վայելելով կոնկրետ գործողություններ կիրառել։ Հարևանների թվում մենք եւ Ադրբեջանն ենք։ Իրանի համար ո՞ր սահմանն է ավելի վստահելի, հայ-իրանական թե իրան-ադրբեջանական։ Դե այստեղ երկրորդ կարծիք չկա։ Այս պահին քանի գոնե տրիպը չի գործարկվել, այսինքն Միացյալ Նահանգների ներկայություն չկա, որևէ կերպ համեմատելի էլ չէ, որովհետև չնայած որ տրիպի մասին իհարկե բազմաթիվ մեկնաբանություններ եւ հավաստիացումներ եղել են, բայց միևնույն է իրանական կողմի համար որոշակի թերահավատություն առաջացնում Միացյալ Նահանգների ներկայությունը սահմանին, բայց այս բանը իհարկե անհամեմատելի է Ադրբեջանի հետ սահմանը շատ ավելի վտանգավոր է, ընդ որում ընդամենը օրեր առաջ Իրան էր այցելել ներողություն Ադրբեջանին այցելել նախ Իրանի արտգործնախարարը, հետո դրանից հետ անմիջապես Իսրայելի արտգործնախարարը եւ Իրանի դեսպանատուն Ադրբեջանում, եթե չեմ սխալվում, բավականաչափ կոշտ հայտարարություններ տարածել։ Այնպես որ բավականաչափ վտանգավոր իրավիճակ է այս առումով, որովհետեւ միևնույն է, որքան էլ նույն տեսեք 12-օրյա պատերազմի ժամանակ իրանական կողմը բարձրաձայն, այսինքն այսպես հստակ թիրախավորված հանդես չեկավ Ադրբեջանի դեմ, բայց ակնհայտ էր, որ Ադրբեջանի տարածքը զգալիորեն օգտագործվել էր Իսրայելի կողմից եւ հիմա արդեն երբ որ օղակը շատ ավելի է սեղմված, բնականաբար Ադրբեջանի տարածքը էլի նույն գուցե շատ ավելի մեծ ուրեմն մասշտաբով եւ նպատակների համար օգտագործվելու է եւ սա բնականաբար հասկանում են շատ լավ Իրանում, բայց միևնույն ժամանակ էլ շատ լավ հասկանում են, որ պատասխանելու հնարավորություններն են շատ ավելի նվազ։ Օրինակ, այսպես ասեմ, մի քանի անգամ եղել է իրանական կողմի պատասխան ամերիկյան գործողությունների դեմ եւ հիմնական երկրները, որտեղ թիրախավորվել են ամերիկյան դիրքերը, դե Կատար ամենահայտնի այդ ռազմաբազան է, որտեղ երկու անգամ եթե չեմ սխալվում գործողություն իրականացվել, Իրաքի տարածքում է տեղի ունեցել, Սիրիայի տարածքում է տեղի ունեցել եւ վերջ, բայց ասենք Ադրբեջանի տարածքը, որը ամենահաճախն է օգտագործում հատկապես Իրանի հյուսիս-արևմուտքի
օրինակ հետախուզում այդ շրջանում հետախուզական գործողությունների համար դրանք երբևէ չեն թիրախավորել Իրանի կողմից շատ པարզ պատճառով որ այդտեղ օրինակ չկան հստակ այսպես լոկալիզացված եւ տեղորոշված իսրայելական կենտրոններ, որոնք կարող են կոնկրետ գործողության հարձակման թիրախ դառնալ։ Այնպես որ Ադրբեջանի տարածքը Իրանի համար գնահատում է բավականաչափ վտանգավոր, հատկապես լոգիստիկ գոտի, բայց միևնույն ժամանակ քաղաքական գործիքակազմից բացի այլ գործիքական չկա դրան հակազդելու համար։ Վենսի այցի շուրջ ադրբեջանական արձագանքները եւ հայկական արձագանքները համադրելի են։ Դե սպասված այց է այն առումով, որ երկու մակարդակում էլ ինչ որ ուրեմն պայմանավորվածություններ են լինելու։ Այստեղ մի քիչ Միացյալ Նահանգների դիրքերից հարցը պետք է դիտարկել, որը շատ կարևոր է այս պահին եւ կարծում եմ, որ այս ուղեգիծը պետք է անընդհատ կոչարի, որպեսզի Միացյալ Նահանգներում պահպանվի, այսինքն հավասարաչափ մոտեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քաղաքականության եւ քայլերի առումով, որքան էլ որ Ադրբեջանը ձգտում է շատ ավելի մեծ կարեւորություն ստանալ Միացյալ Նահանգների համար եւ ընդ որում դե ակնհայտ է իր ռեսուրսներով, իր աշխարհագրական դիրքով շատ ավելի բնականաբար մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում եւ բնականաբար շատ ավելի ցանկալի դաշնակից է կամ գործընկեր է, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության հաջողման համար շատ կարևոր է Հարավային Կովկասում այդ բալանսավորած քաղաքականությունը։ Հետաբար այս տեսանկյունից եթե նայում ենք, երկու երկրներ այցը կարևոր է, իհարկե օրակարգերին կան տարբերություններ, բայց այս պահին գոնե Հայաստանի հետ կապված արվում է երկկողմ պայմանավորվածությունների մեր ցավալը, Ադրբեջանի հետ կապված փորձ է արվում ապահովել երկկողմ պայմանավորվածությունների ադրբեջանական ցավալը։ Պես որ այս պահին այդքան էլ իհարկե համեմատելու հնարավորությունները կամ գուցե սկզբունքը մոտեցումը համեմատելու երկու երկրների դիրքից այդքան ճիշտ չէ, շատ ավելի ճիշտ է համեմատելու Միացյալ Նահանգների ադրբեջանական կողմից որոշակի միգուցե նաև թաքնված դժգոհություն չեք տեսնում։ Եթե անգամ այդ դժգոհությունները լինում են կամ կան, դրանք հրապարակային մակարդակ չեն բարձրացում։ Ադրբեջանական կողմը Միացյալ Նահանգների բավականաչափ զգուշ է աշխատում։ Նրանք բացի դրական խոսքերից, բացի դրական ուղերձներից, գովասանքի խոսքերից եւ այլն, այլ մոտեցմամբ չեն առաջնորդում։ Դա մի կարևոր հանգամանք կա, որ ադրբեջանական կողմը ունի հստակ, այսպես գույքագրված խնդիրներ Միացյալ Նահանգներում եւ այս բան իրենց օրակարգում այդ խնդիրների լուծումը, նույն այդ ուրեմն արկելքի բանաձևը սպառազինության մատակարարման որ կար, դրա չեղարկումը այս բանը ամենակարևոր խնդիրներից մեկն է եւ իսկ երկրորդ հանգամանքը երկկողմ հարաբերությունների ուրեմն համատեքստում դա ավելի այսպես մեծ լայն բովանդակությամբ ռազմավարական գործընկերության ուրեմն այդ կանոնադրության հասնելն է, այսինքն որպեսզի իրենց առավելությունները ցույց տան Հայաստանի նկատմամբ։ Իհարկե թրիփը եւս չափազանց կարեւոր է, բայց քանի որ թրիփի շուրջ պայմանավորվածությունների մասով իրենք այս բանը չեն ուզում ակնհայտ որևէ դերակատարում հրապարակային դերակատարում ունենան, նրանք թրիփի հետ կապված ավելի գործում են ստվերային մակարդակում։ Մի բան պատկերացնենք, որ Վենսը գալիս է, թրիփ նախագիծը դառնում է հայ-ամերիկյան իրավական ուժ ունեցող համաձայնագիր։ Ինչ է փոխում դա ընդհանուր մթնոլորտում, հայ-ադրբեջանական օրակարգում։ Դա բնականաբար մի քայլ առաջ է եւ նաեւ խթան է Ադրբեջանի ու Հայաստանի միջև եղած պայմանավորվածությունները, որոնք օրինակ այս պահին նույն խաղաղության համաձայնագրի հետ կապված է, վերջնական ստորագրման հետ կապված process-ն առաջ մղելու համագործակցությունը նկատվող
եւ արձանագրվող նոր ոլորտներն ավելի ընդլայնելու, այսինքն վստահության մթնոլորտը ավելի այսպես խորացնելու։ Այսինքն TRIP-ի շուրջ ցանկացած պայմանավորվածություն, որը շարունակականություն կապահովի եւ որը կարձանագրվի եւ փաստաթղթային տեսք ունենա, դա միանշանակ ավելի նպաստելու է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Ես այստեղ խնդիրներ չեմ կարող տեսնել, ինչու, որովհետեւ այնուամենայնիվ կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կոմունիկացվում է բանակցային գործընթացի հետ։ Եվ եթե դրա համար ասացի, որ TRIP-ի մասը, TRIP-ը պետք է անջատել ուղիղ Միացյալ Նահանգներ Ադրբեջան օրակարգից, TRIP-ի մասով ադրբեջանական կողմը կոմունիկացվում է, բայց հրապարակային որպես այդպիսին դիրքորոշում չի արտահայտում, այլ փորձում է դիվանագիտական խողովակներով իր դիրքորոշումները հասցնել եւ կարծում եմ, որ թե Միացյալ Նահանգները եւ թե Հայաստանը փորձում են հաշվի առնել դրանք։ Հայաստանի երկրորդ նախագահը այսօր ասել է, TRIP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Դե որոշակի տրամաբանություն կա, դա ակնհայտ է, բայց հիմա դա այդպես է, եթե խնդիրը դիտարկենք մի տեսանկյունից։ Եթե Իրանը եւ Ռուսաստանը պարզ է, որ դեմ են այս նախագծին, պարզ է, որ իրենք փորձել են ցանկացած փուլում ինչ-որ կերպ, երբ որ հնարավորություն ունեն կամ ինչպիսի հնարավորություններ ունենան, փորձել են խոչընդոտել։ Այսինքն մենք ստիպված ենք ըստ այդ տրամաբանության հաշվի նստել Իրանի եւ Ռուսաստանի շահերի հետ։ Դե հենց այդ է ամբողջ հարցը։ Հենց այստեղ է ամբողջ հարցը, այսինքն եթե նույն տեսեք ցանկացած պարագայում, եթե եւ ընդ որում մեր պետության արժեվ այս ծառացած այս խորքային խնդիրների հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ մենք փորձել ենք մեր շահերից առաջ մղել Ռուսաստանի, Իրանի կամ այլ դերակատարների շահեր, մեր շահերն անտեսելով։ Ոչ, մեր շահերը այս պահին թելադրում է TRIP նախագիծը հենց եւ դրա իրացումը, ընդ որում մի քանի մակարդակում է դա կարեւոր այս պահին եւ պետք է գնալ դրա հետեւից։ Իսկ այդ ճանապարհին առաջացող մարտահրավերները պետք է լուծել, ինչի մասին է խոսքը։ Ընդ որում, որ մարտահրավերները, որ այսպես ասած մեր դրամաչափին համահունչ չեն, այդտեղ պետք է ներգրավել մեր գործընկերոջը Միացյալ Նահանգներին։ Օրինակ, այո, Ռուսաստանի Դաշնության հետ գուցե մեր դրամաչափերը տարբեր են, եւ այստեղ խնդիրների առաջացման դեպքում պետք է փորձել նաեւ Միացյալ Նահանգների աջակցության հայցել։ Իրանի պարագայում պետք է ավելի շատ դիվանագիտական մակարդակում խնդիրները համակարգել, որովհետեւ Միացյալ Նահանգները այս պարագայում չի կարող երկխոսություն ունենալ Իրանի հետ, բայց խնդիրները լուծել են։ Այս տրամաբանության մեջ մեղրի շուրջ այդ խոսակցությունները եւ հիմա TRIP-ի շուրջ քննարկումները համադրելի են։ Դե չեմ կարող այդպես միանշանակ նշել։ Մեղրի շուրջ դուք նկատի ունեք 90-ականների վերջին եղած։ 90-ականների։ Այո, չեմ համեմատելու չեմ, որովհետեւ այն ժամանակ իրավիճակները այլ են եղել։ Մենք TRIP-ի շուրջ, տեսեք, մեղրին մեզ համար անվտանգային։ Միանշանակ է, իհարկե, բայց այն ժամանակ Արցախն էլ կար։ Պարզապես այստեղ գիտեք հարցը որն է, որ այնուամենայնիվ TRIP-ից Նախիջևան-Ադրբեջան կապուղու հարցը ինքը օրակարգային դարձավ 44-օրյա պատերազմից հետո, այսինքն դրա վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց եւ երկու պայմանավորությունների մաս դարձավ։ Եթե վերցնում ենք հենց փաստաթղթի այդ կետը 2020 թվականի նոյեմբերին փաստաթղթի այդ կետը եւ համեմատում ենք TRIP-ի ուրեմն նախագծի հետ, բնականաբար դրանք անհամեմատելի են, բայց ամեն դեպքում կարծում եմ այն իրավիճակը, որ այսօր կա, դժվար է համեմատական տանել այն համատեքստում, որում դուք նշեցիք, որտեղ կրկնում եմ, իրավիճակները տարբեր են, հատկապես աշխարհակահաղական իրավիճակն է շատ տարբեր։ Ես այդպես հաճախ եմ բերում հիպոթետիկ այս սցենարի օրինակը, պատկերացրեք, եթե TRIP-ի շուրջ պայմանավորությունը չլիներ, ուրեմն եւ մենք մոտավորապես լինենք Ադրբեջան-Հայաստան
ուրեմն այդ հարաբերությունների մակարդակը լիներ այնպեսին, ինչպեսին անցյալ տարեսկզբին էր, երբ որ պարզապես փորձեր էին անում կանխատեսել, թե Ադրբեջանը երբ է այդ հարձակումը իրականացնելու, ուրեմն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա այն պայմանավորությունները, որ կա եւ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը եւ երկկողմ հարաբերությունների այն մակարդակը, որ կա, ինքը բացառում է առնվազն կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի կողմից ագրեսիան, իսկ աշխարհի այն անորոշության պայմաններում, որում ներկայ մենք ենք գտնվում, երբ որ հարցերը լուծվում են պարզապես այն տարբեր դերակատարներ իրենց հարցերը լուծում են այնպես ինչպես ուզում են եւ կարող են, այդ պարագայում մեզ համար լրջագույն խնդիր կլիներ, եթե այս պայմանավորությունը չլիներ։ Դա համար համադրելի չեն օրինակները։ Մենք վերցնում ենք աշխարհագրությունը կամ վերցնում ենք ինչ-որ հիպոթետիկ ծրագիր ենք փորձում համեմատել, բայց աշխարհակաղակական իրավիճակը եւ մեր հնարավորությունները այստեղ սկզբունքային նշանակություն ունեն։